Բարև ձեզ, Արցախի հանրային հեռուստատեսության եթերում հետ հաշվարկն է, խաղ, որում կարևոր են առաջնորդական հմտությունները, թիմային մտածելակերպն ու հաջողությունը։ Որակավորման փուլի վերջին խաղն է, այսօր մեր հետ խաղում են Նավի և Բռունցք թիմերը։ Հիշեցնեմ խաղի կանոնները։ Յուրաքանչյուր խաղին մասնակցում է 2 թիմ, թիմերում խաղում են 5-ական խաղացողներ։ Տրվում են հարցեր, հարցերին պատասխանելու համար ունեք 1 րոպե ժամանակ։ Լսվում է 2 անգամ ձայնային ազդանշան, 1 անգամ, երբ մնացել է 10 վայրկյան և 1 անգամ, երբ որ րոպեն ավարտվում է։ Նախավերջին ձայնային ազդանշանը լսելուց հետո դուք պետք է ձեր պատկերացրած ճիշտ պատասխանը գրեք գրատախտակին։ Ամեն ճիշտ պատասխանի դիմաց թիմը լքելու է 1 խաղացող։ Այն թիմը, ով հավաքելու է 5 միավոր և չունենալու որևէ խաղացող, ճանաչվելու է խաղի հաղթող։ 4-4 հաշվի դեպքում խաղալու ենք մինչև առաջին ճիշտ և սխալ պատասխանը։ Ճիշտ պատասխանը համարվելու գրատախտակի վրա գրված առաջին պատասխանը։ Եթե գրատախտակի վրա գրված պատասխանն ու ձեր պատասխանը իրար հետ չհամապատասխանեն և նույնիսկ ձեր բանավոր հնչեցրած պատասխանը ճիշտ լինի, ապա ես որպես ընդունելի պատասխան համարելու եմ գրատախտակի վրա գրված պատասխանը։ Մեկ անգամ թիմերն ունեն վետոյից օգտվելու իրավունք, ավելի կոնկրետ թիմի ավագները։ Եթե չեք ցանկանում, որ վիճակահանության միջոցով տվյալ խաղացողը լքի խաղը, ապա օգտվում եք թիմի ավագը օգտվում է վետոյի իրավունքից։ Եթե թիմի ավագը չի օգտվում վետոյի իրավունքից, այդ դեպքում վետոյի իրավունքից կարող է օգտվել ողջ թիմը և որոշումը կայացնել ժողովրդավարական սկզբունքով։ Այս ամենը խաղի կանոնների վերաբերյալ։ Այժմ անցնենք թիմերին և ներկայացնենք թիմերի կազմը։ Նավի, թիմ Բաղդասարյան Մարգարիտա, Մինասյան Դարինա, Այդինյան Էլիզա, Փիրումյան Էրիկ, Մելքումյան Արթուր։ Նավին ավարտեցինք, հիմա անցնենք Բռունցք թիմին։ Հակոբյան Մարիա, Խաչատրյան Նելի, Մարտիրոսյան Արթուր, Ավանեսյան Պատրիսիա և Խաչատրյան Տոմա։ Խաղի կանոնները պարզ են, փաստորեն հասկացանք, որ այսօր մեր հետ խաղում են Նավի և Բռունցք թիմերը։ Ինձ մնում է հիշեցնել, որ հետհաշվարկ ինտելեկտուալ խաղմրցույթն անց է կացվում Արցախի Հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո։ Հետհաշվարկը սկսված է, հարց առաջին։ Սովետական հատուկ ջոկատներից մեկը կոչվում է կարմիր ալֆա։ Ջոկատի հիմնական խնդիրն է թշնամուց մաքրել երկրի տարածքը։ Բառարանում այս գոյականի փոխաբերական իմաստի կողքին գրված է միջավայրը մաքրելու, զտելու, այլանդակություններն ու թերությունները վերացնելու միջոց։ Այսպիսով, ինչ ենք փոխարինել ալֆա բառով։ Սովետական հատուկ ջոկատներից մեկը կոչվում է կարմիր ալֆա։ Ջոկատի հիմնական խնդիրն է թշնամուց մաքրել երկրի տարածքը։ Բառարանում այս գոյականի փոխաբերական իմաստի կողքին գրված է միջավայրը մաքրելու, զտելու, այլանդակություններն ու թերությունները վերացնելու միջոց։ Այսպիսով, ինչ ենք փոխարինել ալֆա բառով։ Կարմիր ինչ։ Տասը վայրկյան։ Ժամանակ։ Ձեր պատասխանը Բռունցք։ Գինի։ Չունեք պատասխան։
Սովետական հատուկ ջոկատներից մեկը կոչվում էր կարմիր ալֆա։ Ջոկատի հիմնական խնդիրն էր թշնամուց մաքրել երկրի տարածքը։ Բառարանում այս գոյականի փոխաբերական իմաստի կողքին գրված է միջավայրը մաքրելու, զտելու, այլանդակություններն ու թերությունները վերացնելու միջոց։ Հատուկ ջոկատը կոչվում էր կարմիր ցախավել։ Խաղի հաշիվը չի բացվել, ուշադրություն, հարց է։ Կենակուլ բառը գալիս է լատիներեն ճաշատեսակ բառից։ Այն տանտեղում, որտեղ դա տեղի է ունեցել, հետագայում կառուցվել է կենակուլ եկեղեցին։ Անվանեք այն երկու բառով։ Կենակուլ բառը գալիս է լատիներեն ճաշատեսակ բառից։ Այն տանտեղում, որտեղ դա տեղի էր ունեցել, հետագայում կառուցվել է կենակուլ եկեղեցին։ Անվանեք դա երկու բառով։ Կենակուլ բառը գալիս է լատիներեն ճաշատեսակ բառից, այն տան տեղում, որտեղ դա տեղի է ունեցել, հետագայում կառուցվել է կենակուլ եկեղեցին։ Անվանեք դա երկու բառով։ Ժամանակ։ Անվանեք դա երկու բառով։ Բռունցք պատասխան ունեք։ Հա։ Աղոթատեղի, նորից։ աղոթքի տեղ։ Աղոթքի տեղ, ձեր պատասխանը պարզ է։ Լավաշի պատրաստում։ Լավաշի պատրաստում։ Կենակուլ բառը գալիս է լատիներեն ճաշատեսակ բառից։ Այն տան տեղում, որտեղ դա տեղի ունեցել, հետագայում կառուցվել է կենակուլ եկեղեցին։ Խոսքը վերջին ընթրիքի մասին է։ Խաչելությունից առաջ Հիսուսը եկավ Մարկոսի մոր Մարիամի տուն, որտեղ հավաքվեց իր աշակերտների հետ վերջին ճաշի համար։ Շուտով այն տան տեղում եկեղեցի է կառուցվել։ Ուշադրություն, հարցը։ Գենետիկ Ջոն Հալդեյնը պնդում էր, որ եթե դուք դեռ տալիս եք այդ հայտնի հարցը, ապա դուք կամ ծանոթ չեք էվոլյուցիայի տեսությանը, կամ չեք հավատում դրան։ Որ հարցի մասին է խոսքը։ Գենետիկ Ջոն Հալդեյնը պնդում էր, որ եթե դուք դեռ տալիս եք այդ հարցը, այդ հայտնի հարցը, ապա դուք կամ ծանոթ չեք էվոլյուցիայի տեսությանը, կամ չեք հավատում դրան։ Որ հարցի մասին է խոսքը։ Դուք պետք է ձեր գրատախտակների վրա գրեք հարցը, հայտնի հարցը։ Որ հարցի մասին է խոսքը։ Տասվարքյան։ Ժամանակ։ Ինչպես է առաջացել մարդը։ Ինչպես է առաջացել մարդը։ Ինչպես է առաջացել մարդը։ Ես ձեր քննարկումներում ճիշտ պատասխանը լսել էի, բայց դուք չլսեցիք ճիշտ պատասխանը։ Գենետիկ Ջոն Հալդեյնը պնդում էր, որ եթե դուք դեռ տալիս եք այդ հայտնի հարցը, ապա դուք կամ ծանոթ չեք էվոլյուցիայի տեսությանը, կամ չեք հավատում դրան։ Խոսքը ինչն է եղել ավելի շուտ, հավը թե ձուն հարցի մասին է։ Ձուն որպես բազմացման միջոց ի հայտ է եկել հավից ավելի շուտ։ Համաձայն ժամանակակից տեսակետների թռչունները սողունների ժառանգներն են, որոնք ձվադրմամբ էին բազմանում դեռ դինոզավրերի որոշ տեսակների թռչունների վերափոխվելու էվոլյուցիոն process-ը սկսելուց առաջ։ Նկարով հարց։ 1930-ականներին համաշխարհային ճգնաժամի ժամանակ ԱՄՆ-ում ալյուրի պարկերը կարվում էին այսպիսի կտորներից։ Որն էր դրա պատճառը։
1930-ականներին համաշխարհային ճգնաժամի ժամանակ ԱՄՆ-ում ալյուրի պարկերը կարվում էին այսպիսի կտորներից։ Որն էր դրա հիմնական պատճառը։ Սավարքյան Ես վերջերն եմ։ Գիտի որպեսի հակոստու ալյուր ավարտելուց հետո շոր կարեն։ Ժամանակ, սպասում ենք։ Որպես հագուստել օգտագործեն։ Որպես հագուստ են օգտագործել։ Այդ պարկերից շորեր էին կարում։ Շորեր էին կարում։ 1930-ականներին համաշխարհային ճգնաժամի ժամանակ ԱՄՆ-ում ալյուրի պարկերը կարվում էին այսպիսի կտորներից, որն էր դրա հիմնական պատճառը։ ԱՄՆ-ում մեծ դեպրեսիայի ժամանակ երկրի բնակչության գրեթե 1/4 առանց աշխատանքի էր մնացել։ Ընդհանուր աղքատության պատճառով կանայք սկսեցին կարել զգեստներ, սպիտակեղեն, սրբիչներ, վարագույրներ եւ շատ այլ բաներ պարկերի կտորներից, եւ երբ արտադրողները հասկացան, որ աղքատներն իրենց երեխաների համար բամբակյա շորեր են կարում պարկերից, բարձրացրեցին փաթեթավորման որակը եւ սկսեցին արտադրել բազմագույն պարկեր։ Երկու պատասխաններն էլ ճիշտ են, 1-1։ Խաչատրյանն էլին է լքում խաղը։ Լքում է։ Վետո։ Վետո։ Այո, ունի թիմի ավակ այդպիսի իրավունք, ունի։ Եվ Ավանեսյան Պատրիսյան է լքում։ Այդինյան Էլիզան օգտվում է վետո իրավունքից։ Օգտվում է։ Հետաքրքիր է, միանգամից վետո իրավունքից երկու թիմը օգտվեց։ Խաղը լքում է Մելքումյան Արտուրը։ Խաղի հաշիվն է 1-1 ուշադրություն հարցը։ Ստրեսային իրավիճակներում օրգանիզմում արտադրվում են վնասակար նյութեր, տոքսիններ։ Ինչ կերպ են դրանք հաճախ անկախ մարդու կամքից դուրս գալիս օրգանիզմից։ Ստրեսային իրավիճակներում օրգանիզմում արտադրվում են վնասակար նյութեր, տոքսիններ։ Ինչ կերպ են դրանք հաճախ անկախ մարդու կամքից դուրս գալիս օրգանիզմից։ Ինչ կերպ են դրանք հաճախ առանց մարդու կամքի դուրս գալիս օրգանիզմից։ 10 վայրկյան։ Ժամանակ։ Համբերություն ձեզ։ Խնդրեմ ձեր պատասխանը։ Բարկանալու ժամանակ։ Բարկանալու ժամանակ Արդյունքների միջոցով։ Արդյունքների միջոցով են դուրս գալիս։ Ստրեսային իրավիճակներում օրգանիզմում արտադրվում են վնասակար նյութեր, տոքսիններ, իսկ դրանք հաճախ անկախ մարդու կամքից օրգանիզմից դուրս են գալիս արդյունքների միջոցով 2-1։ Եվ խաղը լքում է Բռունցք թիմից Հակոբյան Մարիան։ Խաղի հաշիվն է 2-1, մենք շարունակում ենք։ 18-րդ դարի սկզբին նկարազարդվել է Վոլոգդայի Հովանես Մկրտչի եկեղեցին։ Հակաքրիստոսի թագավորությունը որմնանկարի վրա մի բարձրահասակ ճոխակնված տղամարդ է իր հետևից քարշ էր տալիս մի խումբ մեղավորների, ով է ըստ մի շարք հետազոտողների ծառայել որպես այս կերպարի նախատիպ։ 18-րդ դարի սկիզբ նկարազարդվում է Վոլոգդայի Հովանես Մկրտչի եկեղեցին։ Հակաքրիստոսի թագավորությունը որմնանկարի վրա մի բարձրահասակ ճոխ հագնված տղամարդ իր հետևից քարշ է տալիս մի խումբ մեղավորների։
Ով է ըստ մի շարք հետազոտողների ծառայել որպես այս կերպարի նախատիպ։ Տասնութերորդ դարի սկզբին նկարազարդվել է Վոլոգդայի Հովհաննես Մկրտչի եկեղեցին։ Հակաքրիստոսի թագավորությունը որմնանկարի վրա մի բարձրահասակ ճոխ հագնված տղամարդ իր հետևից քարշ էր տալիս մի խումբ մեղավորների, ով էր ըստ մի շարք հետազոտողների ծառայել որպես այդ կերպարի նախատիպ։ Ժամանակ, խնդրեմ, դուք ունեք պատասխան։ Հիսուսին դավաճանողը Հուդան, ըստ ձեզ Հուդան։ 18-րդ դարի սկզբին նկարազարդվել էր Վոլոգդայի Հովհաննես Մկրտչի եկեղեցին։ Հակաքրիստոսի թագավորությունը որմնանկարի վրա մի բարձրահասակ ճոխ հագնված տղամարդ իր հետևից քարշ էր տալիս մի խումբ մեղավորների, ով է ըստ մի շարք հետազոտողների ծառայել որպես այս կերպարի նախատիպ։ Խոսքը Պետրոս Մեծի մասին է։ Ուղղափառ եկեղեցում Պետրոս առաջինի բարեփոխումների նկատմամբ վերաբերմունքը բավականին զուսպ էր եւ հակասական։ Խաղի հաշիվը չի փոխվել, ուշադրություն հարցը։ Աֆրիկյան ընտանիքների սպասքի հիմնական մասը աճում է տնամերձ տարածքում։ Բույսի պտուղները մի քանի տեղից կապում են եւ աճեցնում ցանկալի չափի։ Ձևավորվում են տարատեսակ շշեր, սափորներ, ամաններ եւ ամենազարմանալի ձևի այլ պարագաներ։ Իսկ որ բույսից են ստանում այս ամենը։ Աֆրիկյան ընտանիքների սպասքի հիմնական մասը աճում են տնամերձ տարածքում։ Բույսի պտուղները մի քանի տեղից կապում են եւ աճեցնում ցանկալի չափի։ Ձևավորում է տարատեսակ շշեր, սափորներ, ամաններ եւ ամենազարմանալի ձևի այլ պարագաներ։ Իսկ որ բույսից են ստանում այս ամենը։ Ամաններ, սափորներ, այլ տիպի տարաններ, որ բույսից են ստանում այս ամենը։ Տասվարքյան, որ բույսից են ստանում տարանները, ամանները, ժամանակ։ Խնդրեմ, ծղոտից, կակտուսից։ Աֆրիկյան ընտանիքների սպասքի հիմնական մասը աճում է տնամերձում եւ բոլոր ամաններն ու տարանները նրանք ստանում են դդումներից։ Խաղի հաշիվը չի փոխվել եւ մենք շարունակում ենք։ Ուշադրություն հարցը։ Իբիցա կղզու քարանձավներում ավազակները թաքցրել էին իրենց գանձերը։ Այժմ քարանձավի մուտքը վճարովի է եւ պետք է սպասել բանալիով քարանձավի մուտքը բացող աշխատողին, քանի որ դա, ինչպես նշում են լրագրողները, չի գործում։ Գրեք դա։ Իբիցա կղզու քարանձավներում ավազակները թաքցրել էին իրենց գանձերը։ Այժմ քարանձավի մուտքը վճարովի է եւ պետք է սպասել բանալիով քարանձավի մուտքը բացող աշխատողին, քանի որ դա, ինչպես նշում է լրագրողը, չի գործում։ Ինչի մասին է խոսքը։ Ինչը չի գործում։ Տասվարքյան, ինչը չի գործում, որ նստ ավանդության պիտի գործեր։ Ժամանակ, բռունցք պատասխան ունեք։ Սեզան բացվիր։ Սեզան բացվիր։ Սեզան բացվիր։ Սեզան բացվիր։ Իբիցա կղզու քարանձավներում ավազակները թաքցրել էին իրենց գանձերը։
Այժմ քարանձավի մուտքը վճարովի էր եւ պետք է սպասել բանալիով քարանձավի մուտքը բացող աշխատողին, քանի որ դա, ինչպես նշում է լրագրողը, չի գործում։ Այո, խոսքը սեզամ բացվիր արտահայտության մասին է։ Երկու թիմերն ճիշտ են պատասխանել։ Խաչատրյան Տոման է լքում խաղը։ Այդինյան Էլիզան է լքում խաղը։ Խաղի հաշիվն է 3-2 նկարով հարց։ Ասացեք խնդրեմ, որ ֆիլմի մինիմալիստական ոճով ստեղծված պաստառն է ներկայացված էկրանին։ Ասացեք խնդրեմ, որ ֆիլմի մինիմալիստական ոճով ստեղծված պաստառն է ներկայացված էկրանին։ Ասացեք խնդրեմ, որ ֆիլմի մինիմալիստական ոճով ստեղծված պաստառն է ներկայացված էկրանին։ 10 վայրկյան։ Ժամանակ, համբերեք։ Խնդրեմ, ձեր պատասխանը։ Раздвоение личности. Раздвоение личности։ Եղավ։ Ավատար։ Ասացեք խնդրեմ, որ ֆիլմի մինիմալիստական ոճով ստեղծված պաստառն է ներկայացված։ Իհարկե խոսքը ավատարի մասին է։ 4-2 եւ Խաչատրյանն է լինել լքում խաղը։ Խաղի հաշիվն է 4-2 ուշադրություն հարցը։ Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն ասաց, որ նախատեսում է մինչև 2030 թվականը քաղաքը դարձնել աղբի թափոններից զերծ, որ դիցաբանական կերպարի հետ է Discovery ամսագիրը համեմատել Նյու Յորքի իշխանություններին։ Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն ասաց, որ նախատեսում է մինչև 30 թվականը քաղաքը դարձնել աղբի թափոններից զերծ, որ դիցաբանական կերպարի հետ է Discovery ամսագիրը համեմատել Նյու Յորքի իշխանություններին, որ դիցաբանական կերպարի մասին է խոսքը։ Discovery ամսագիրը Նյու Յորքի քաղաքապետին համեմատել է հենց այդ դիցաբանական կերպարի հետ, որ դիցաբանական կերպարի մասին է խոսքը։ Ժամանակ պատասխանում չունենք պատասխան։ Խոսքը Հերակլեսի մասին է։ Մեկնաբանություն, Ավգյան ախորներ, հին հունական դիցաբանության մեջ Հելադայի Ավգիոս արքայի աղբակուտակ հսկայական ախորներն են։ Հերակլեսը մեկ օրում մաքրում է դրանք, այնտեղ ուղղելով Արփեոս եւ Պինոս գետերի ջրերը։ Ավգյան ախորներ արտահայտությունը փոխաբերական իմաստով բարձի թողի վիճակ է նշանակում։ Հոթել Տրանսիլվանիա մուլտֆիլմում անտեսանելի մարդը նստում է մեքենայի ղեկին եւ ասում. Դինոզավրերի ժամանակ ես մեքենա եմ վարել։ Ավարտեք նրա նախադասությունը 2 բառով։ Հոթել Տրանսիլվանիա մուլտֆիլմում անտեսանելի մարդը նստում է մեքենայի ղեկին եւ ասում.
Դինոզավրերի ժամանակ ես մեքենա եմ վարել։ Ավարտիր նրա նախադասությունը 2 բառով։ Տասը վայրկյան։ Ժամանակ։ Դուք պատասխան ունեք։ Հմուտ վարորդ։ Հմուտ վարորդ։ Ինձ տեսան։ Ինձ տեսան։ Դինոզավրերի ժամանակ միայն ու միայն ինչ մեքենա կարելի էր վարել։ Հենց ինքը դինոզավրը է։ Ժամանակի մեքենա երևի, չէ, այլ տարբերակ չկա այլ մեքենա վարելու։ Խոսքը իհարկե ժամանակի մեքենայի մասին էր։ Թե ժամանակի մեքենան եւ թե անտեսանելի մարդը անգլիացի գրող Հերբերտ Ջորջ Ուելս գիտաֆանտաստիկ վեպերն են։ Տրամաբանական է, որ դինոզավրերի ժամանակ այլ մեքենաներ չեն էլ կարող վարել։ Խոսելով Սպարտայում ընտրությունների արխայիկ ընթացակարգի մասին Ալեքսանդր Վոլկովը գրում էր, որ դրանք են որոշել ընտրությունների ճակատագիրը։ Ուղիղ իմաստով անվանեք դրանք։ Խոսելով Սպարտայում ընտրությունների արխայիկ ընթացակարգի մասին Ալեքսանդր Վոլկովը գրում էր, որ դրանք են որոշել ընտրությունների ճակատագիրը։ Ուղիղ իմաստով անվանեք դրանք։ Տասը վայրկյան։ Ժամանակ։ Համբերություն, պատասխան ունեք։ Ոչ։ Չունեք։ 300 սպարտանցիներ։ 300 սպարտացիներ։ Ինչքան էլ տարօրինակ հնչի, բայց Սպարտայում ընտրությունների ճակատագիրը ուղիղ իմաստով որոշում էին ձայները, բղավոցները։ Քվեարկել են բղավելով, ում համար ավելի բարձր են բղավել, նա էլ հաղթել է, այո, ուշադրություն հարց, ֆուտբոլային հանդիպում փիլիսոփաների միջև, բրիտանական կատակերգական ներկայացում, որում Մյունխենի օլիմպիական մարզադաշտում գերմանացի և հույն դասական փիլիսոփաների միջև տեղի է ունենում ֆուտբոլային հանդիպում։ Ամբողջ խաղի ընթացքում փիլիսոփաները ֆուտբոլ խաղալու փոխարեն շրջանաձև շրջում են դաշտում և խորհում։ Խաղի ժամանակ Նիցշեն Կոնֆուցիոսին ասում է, որ վերջինս զուրկ է կամքի ազատությունից։ Կոնֆուցիոսի պատասխանն ըստ էության լինում է դա։ Ինչպես է պատասխանում Կոնֆուցիոսը։ Կամ անվանեք դա 2 բառով։ Ֆուտբոլային հանդիպում փիլիսոփաների միջև բրիտանական կատակերգական ներկայացում, որում Մյունխենի օլիմպիական մարզադաշտում գերմանացի և հույն դասական փիլիսոփաների միջև տեղի ունենում ֆուտբոլային հանդիպում, ամբողջ խաղի ընթացքում փիլիսոփաները ֆուտբոլ խաղալու փոխարեն շրջանաձև շրջում են դաշտում և խորհում։ Խաղի ժամանակ Նիցշեն Կոնֆուցիոսին ասում է, որ վերջինս զուրկ է կամքի ազատությունից։ Կոնֆուցիոսի պատասխանն ըստ էության լինում է դա։ Անվանեք դա 2 բառով։ Եղավ ձեր պատասխանը։ Կամքից զուրկ։ Ես նույնպես։ Ես նույնպես։ Պատասխանին պետք էր մի քիչ հումորով մոտենալ, որտեվ կատակերգություն էր, չէ՞։ Ֆուտբոլային հանդիպում փիլիսոփաների միջև,
Բրիտանական կատակերգական ներկայացում, որում Մյունխենի օլիմպիական մարզադաշտում գերմանացի եւ հույն դասական փիլիսոփաների միջև տեղի ունենում ֆուտբոլային հանդիպում, ամբողջ խաղի ընթացքում փիլիսոփաները ֆուտբոլ խաղալու փոխարեն շրջանաձև շրջում են դաշտում եւ խորհում։ Խաղի ժամանակ Նիցշեն Կոնֆուցիոսին ասում է, որ վերջինս զուրկ է կամքի ազատությունից, Կոնֆուցիոսը պատասխան ըստ լինում է դա։ Նա ցույց է տալիս դեղին քարտ չինացի փիլիսոփա Կոնֆուցիոսը ինչպես կարող է կռահել թիմերից որևէ մեկի խաղացող չէր, նա հանդիպման գլխավոր մրցավարն էր եւ դեղին քարտի արժանացրեց Նիցշեին խաղի ընթացքում մրցավարի հետ վիճելու համար։ Խաղի հաշիվն է 4-2 ուշադրություն հարցը։ Բժշկությանը հայտնի են բազմաթիվ հիվանդություններ, որոնք կարող են հանգեցնել մահվան։ Իսկ ինչպես է կոչվում անբուժելի ընթացքը, որն անխուսափելիորեն ավարտվում է մահով։ Բժշկությանը հայտնի են բազմաթիվ հիվանդություններ, որոնք կարող են հանգեցնել մահվան։ Իսկ ինչպես է կոչվում անբուժելի ընթացքը, որն անխուսափելիորեն ավարտվում է մահով։ Անխուսափելիորեն, անբուժելի ընթացք, որն անխուսափելիորեն ավարտվում է մահով։ Պատասխան ունեք դուք երկուսը։ Սպասեք։ Համբերություն ձեզ։ Խնդրեմ ձեր պատասխանը։ Կյանք։ Կյանք։ Ցավ։ Ցավ։ Իհարկե կյանքի մասին է խոսքը։ Բաղդասարյան Մարգարիտան է լքում խաղը։ Խաղի հաշիվն է 4-3 ուշադրություն հարցը։ Մի մարդ իր մասին գրել է. Ես ուզում էի աշխարհին ասել միայն մեկ բառ, չստացվեց, եւ ես ստիպված էի դառնալ ինչ։ Մի մարդ իր մասին գրել է. Ես ուզում էի աշխարհին ասել միայն մեկ բառ, չստացվեց, եւ ես ստիպված էի դառնալ ինչ է նա դարձել։ Նա ուզում էր ասել մի բառ, չստացվեց, եւ նա ստիպված դարձավ ինչ, որպեսզի լսելի դառնա աշխարհին։ Եվ ես ստիպված դարձա Ժամ 10 վայրկյան։ Ժամանակ 1 վայրկյան։ Երկ։ Երկ։ Հայտնի։ Մի մարդ իր մասին գրել է. ես ուզում էի աշխարհին ասել միայն մեկ բառ, չստացվեց եւ ես ստիպված էի դառնալ գրող։ Ուշադրություն նկարով հարց։ Ինչ ենք թաքցրել ձեզնից աջ կողմի նկարում։ Ինչ ենք թաքցրել ձեզնից աջ կողմի նկարում։ Ժամանակ։ Ջահ։
Ջա, Լույս։ Ինչ ենք մենք թաքցրել ձեզնից աջ կողմի նկարում, մենք ձեզնից աջ կողմի նկարում մոմ ենք թաքցրել։ Մոմ, ես դեգացամ լի հին վախտեքը։ Ուշադրություն հարցը։ McDonald's ընկերությունը, որը ԱՄՆ-ում ֆուտբոլի աշխարհի առաջնության հիմնական հովանավորներից մեկն էր, մրցաշարի մեկնարկից առաջ համբուրգերների համար փաթեթավորման տուփեր է թողարկել եզրափակչի բոլոր 24 մասնակից երկրների դրոշների պատկերներով։ Սակայն Սաուդյան Արաբիայի կառավարությունը, որի դրոշը նույնպես պատկերված էր փաթեթավորման վրա, բողոք ներկայացրեց դրա դեմ։ Իսկ որն էր պատճառը։ McDonald's ընկերությունը, որը ԱՄՆ-ում ֆուտբոլի աշխարհի առաջնության հիմնական հովանավորներից մեկն էր, մրցաշարի մեկնարկից առաջ համբուրգերների համար փաթեթավորման տուփեր է թողարկել եզրափակչի բոլոր 24 մասնակից երկրների դրոշների պատկերներով, սակայն Սաուդյան Արաբիայի կառավարությունը, որի դրոշը նույնպես պատկերված էր փաթեթավորման վրա, բողոք ներկայացրեց դրա դեմ։ Իսկ ինչու։ Դասավարկեմ։ Ժամանակ, խնդրեմ։ Համբուրգերում խոզիմսի առկայության պատճառով։ Խոզիմսի պատասխան չունի։ Իրական խոզիմիսն այստեղ կապ չունի, համբուրգերները պատրաստվում են նաև տավարի մսից։ Խոսքը այն մասին էր, որ պետական եւ մահմեդական խորհրդանիշներով փաթեթավորումը դեն նետելը Սաուդյան Արաբիայի կողմից անընդունելի էր եւ սրբապղծություն։ Ուշադրություն հարցը։ Բանահյուսությունը պնդում է, որ մարդու ամբողջ կյանքը պայքար է։ Ընդ որում միջև ճաշը պայքարում է սովի դեմ։ Իսկ ինչի դեմ է պայքարում մարդը ճաշից հետո։ Բանահյուսությունը պնդում է, որ մարդու ամբողջ կյանքը պայքար է։ Ընդ որում միջև ճաշը նա պայքարում է սովի դեմ, իսկ ինչի դեմ է պայքարում մարդը ճաշից հետո։ Ինչ է ցանկանում անել մարդը հաց ուտելուց հետո, եւ որի դեմ պիտի պայքարի ճաշելուց հետո։ Ժամանակ։ Ունեք պատասխան։ Ծարավի։ Քնելու դեմ։ Բանահյուսությունը պնդում է, որ մարդու ամբողջ կյանքը պայքար է, ընդ որում միջև ճաշը պայքարում է սովի դեմ։ Իսկ ինչի դեմ է պայքարում մարդը ճաշից հետո։ Իհարկե, քնի դեմ է պայքարում մարդը։ Նավի եւ բռունցք թիմերի միջև բավականին հետաքրքիր պայքարում ի վերջո 5-3 հաշվով հաղթեց բռունցք թիմը։ Ինձ մնում է հիշեցնել միայն, որ հետաշվարկ ինտելեկտուալ խաղ մրցույթն անց է կացվում Արցախյան Հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո։ Առողջ եղեք։